Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, հարգարժան լրագրողներ, շնորհակալություն, որ եկել եք մեր հրավերով։ Այսօրվա ասուլիսը վերաբերում է նրան, թե ինչպիսի խաղաղություն մենք պետք է ունենանք եւ ինչպես ենք պատրաստվում այն ունենալ։ Եվ այս ասուլիսի ընթացքում ես կներկայացնեմ անվտանգության, Հայաստանի անվտանգության համակարգի եւ զինված ուժերի բարեփոխման մեր ծրագիրը։ Նախ այն, ինչ ես ներկայացրեցի իմ նախորդ ասուլիսում, որ վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ներխուժումներին, ճիշտ էր, եւ դա հաստատվեց անկախ լրատվամիջոցների հետաքննություններով նաեւ, Factor TV, Ազատություն, Civilnet, Հետք եւ նաեւ անկախ լրագրողների հետաքննություններով, օրինակ Թաթուլ Հակոբյան։ Դրանով մենք ապացուցեցինք նաև, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս իշխանությունը ստում է եւ գաղտնի ու թաքուն է պահել մեզանից այս ներխուժումների վերաբերյալ փաստերը։ Այս համերով հանդերձ բազմաթիվ են մեր հասարակությունում հարցերը, իրավացի հարցերը, որ քննադատելուց խնդիրները ներկայացնելուց զատ պետք է նաև լուծումներ։ Եվ հիմա նաև ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք պետք է մեզ բերեն իրական խաղաղություն։ Մենք ունենք հաստատված 6 քայլ մեր մասնագիտական հետազոտություններով, այդ 6 քայլը ես հիմա կներկայացնեմ։ Առաջինը, մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով վարչապետի առընթեր, որին կտրվի 6 ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր։ Հանձնաժողովը կունենա նաև ընթացիկ վերահսկողության գործառույթ։ Երկրորդ, հանձնաժողովին կտրվի նաև հստակ ժամկետներ եւ հաշվետվողականություն, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ, թե ինչպես կարող ենք եւ հանձնաժողովի մանդատը կլինի ցույց տալ, ինչպես կարող ենք ունենալ զսպման կարողություններ, մեր լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։ Եվ իհարկե այս գլխավոր հարցերից է լինելու ինչպես բարեփոխել եւ արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք մոբիլ բանակ, որը կարող է նաև տեղերում ունենալ լիարժեք կարողություններ տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու։ Երրորդ, պետական ներդրումները անվտանգության բնագավառում։ Մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում եւ օրենքի մակարդակով կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը եւ մեր պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել հնայի 8%-ից ցածր։ Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց սկսած մենք բանակի բյուջեն կավելանա 1 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Դրանից բացի այս գումարից 500 միլիոն դոլար, այսինքն կես միլիարդ դոլար կուղղվի ռազմաարդյունաբերական ծախսերին եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, տեղական կազմակերպություններից նաեւ տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով հենց դրանք ուղղվեն այդ կազմակերպություններին։ Իհարկե մենք զուգահեռ կունենանք նաև անհապաղ ձեռնամուխ կլինենք տեղական ռազմաարդյունաբերական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ Մյուսը մեր անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի իրագործումը, ներդնումը եւ իրագործումը։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, որ ամբողջությամբ երկիրը սկսում է աշխատել պաշտպանության համար։ Կառավարությունը, այսինքն պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը, քաղաքացիները հստակ ունենալով դերաբաշխումներ աշխատում են երկրի հանուն երկրի պաշտպանության։ Սա չի նշանակում, որ բոլորը զենք է վերցնում գնում են բանակ իհարկե, սա նշանակում է, որ ամենը գիտի հստակ իր դերը եւ իրականացնելու է այդ դերը ոչ թե զբաղվելու է ինքնագործունեությամբ կամ ստիպված լինի պետության կառավարման որևէ քաղաքականության բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում իրենք ուղիներ որոնել, որպեսզի օգնեն մեր բանակին, օգնեն մեր պաշտպանությանը։ Եվ օրինակ կարող են բերել, օրինակ պետությունը պետք է հստակ հաշվառված իմանա, ասենք որևէ քաղաքում կա օրինակ ենթադրենք
կոշիկ կարելու հնարավորություն ունեցող կազմակերպություններ կամ հացի փուռ ենթադրեն եւ նրանք բոլորը պետք է հստակ ծրագրված իմանան, որ օրինակ ճգնաժամային իրավիճակներում կամ աստված չանի որևէ պատերազմի ժամանակ նրանք բոլորը միանգամից ձևափոխում են աշխատանքը եւ աշխատում են արդեն հանուն երկրի պաշտպանության։ Քայլ 5-րդ ճշմարտություն եւ պատասխանատվություն։ Մեր իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևորագույն զեկույցներ։ 2016 թվականի քարորիա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց, եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները, մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերի մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները, եւ մենք դա լիարժեք կապահովենք։